լավ չէ։ Հա։ Հա, մենք ուղակի խոսում ենք, պատկերացրու ես ու դու զրուցում։ Ինքը այդ մոնտաժ։ Բայց ես չդես։ Հա, հարցը տամ որ դու որ ես սա հարցը զրույցը կանգնած ենք անցկացնելու ոչինչ։ Նորից կարելի է։ Էդի, նայ, նորից չկա։ Ողջույն, Arm Coding Talks-ի հերթական թողարկմանին հյուրը Մարինե Գալստյանն է։ Նա նկարչուհի է, արվեստագետ, ինչպես նաև ղեկավար, ով իր հաստատակամության եւ ջանասիրության արդյունքում հիմնել է Գալստյան Art Studio-ն։ Այսօր մենք կզրուցենք ոչ միայն արվեստի, այլև նրա հաջողությունների, մոտիվացիայի եւ իհարկե մարտահրավերների մասին։ Մարինե ջան, առաջին անգամ եմ գտնվում քո ստուդիայում, ասում են, որ արվեստանոցը նկարչի համար ամենանեղ շրջանն է, որն է քո սիրելի անկյունը քո արվեստանոցում, որտեղից կուզես սկսենք մեր ծանոթությունը։ Բարի գալուստ իմ արվեստանոց, իմ ստուդիա, շատ ճիշտ բան ես ասում Ալբերտ ջան, նկարիչները առհասարակ խանդոտ մարդիկ են ու ոչ բոլոր մարդկանց են իրավունք տալիս մտնել իրենց նեղ անձնական տարածք, իսկ արվեստանոցը նեղ անձնական տարածքն է։ Այսօր այստեղ եք։ Հա, դուք այսօր այստեղ եք։ Ես չեմ կարող որևէ անկյուն առանձնացնել, որովհետև իմ արվեստանոցի յուրաքանչյուր անկյուն ստեղծել եմ մեծ սիրով, նվիրմամբ ու յուրաքանչյուր դետալի վրա աշխատել եմ ես։ Շատ լավ։ Ասում են, որ արվեստանոցը թարգմանիչ է մարդու եւ իրենց մտքերի, զգացմունքների միջև։ Այդ քո գործերի մեջ, որ գործերն են, որ քեզ համար այդպիսի կամուրջ են հանդիսանում։ Մտքերի միջև Փորձենք ծանոթանալ։ Նախ ես նշեմ, որ ես գրաֆիկ նկարիչ եմ, ավելի շատ իմ ուղղվածությունը գրաֆիկան է, բայց նաև անում եմ գեղանկարներ։ Գրաֆիկայում ես շատ հստակ եմ, թե իմ գծերի, թե իմ ասելիքի մեջ ու այն պատկերների, որ ուզում եմ ցույց տալ։ Իսկ գեղանկարչության մեջ ավելի թույլ եմ թողնում զգացմունքներս։ Երևի թե այստեղ ավելի շատ անդրադառնամ գեղանկարներին, այս պատի աշխատանքները բոլորը գեղանկարներ են, գեղանկարները գույնով կատարված աշխատանքներն են ու գույնի առկայությունն է կտավի վրա առհասարակ։ Այստեղ որ աշխատանքն է ավելի հոգեհարազատ, ճիշտ եմ հիշում հարցը։ Որն է քո զգացմունքները, ապրումները արտահայտող յուրաքանչյուր աշխատանք կապ չունի գրաֆիկա թե գեղանկար, իր մեջ ամփոփում է մեր զգացմունքները, զգացողությունները, այսինքն դու պիտի ունենաս ոգեշնչման աղբյուր, դու պիտի ինչ-որ բան ապրես, հետո ցույց տաս դա։ Հենց մեր ապրումն է այդ մեր ստեղծագործությունը, ինչ-որ ստեղծագործություն չեմ կարող առանձնացնել, որ ասեմ սա հենց ապրումն է, բոլոր աշխատանքներում է ապրում։ Որն է քո ամենասիրելի ստեղծագործությունը։ Ստեղծագործությունների այստեղ գտնվող նկարներից որն է քո ամենասիրելին։ Երևի թե 1970-ականների Երևանը։ Նախ ես այս աշխատանքի վրա աշխատել եմ 4 ամիս, ինքը կատարված է գրչով։ Բացի դա, սա առաջին աշխատանքն էր, որ ինձ Հայաստանի Հանրապետությունում, որ նկարիչների միության անդամ դառնալու համար առաջին վարկանիշը բերեց ու ինքը արդեն այլ արժեք ստացավ ինձ համար։ Հետաքրքիր է նաև արվեստագետի համար, որն է ամենամեծ դժվարությունը եւ միևնույն ժամանակ ամենամեծ երջանկությունը։ Ոյ, ամենամեծ դժվարությունը արվեստագետի համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծագործելն է, որովհետև մենք ստեղծում ենք, բայց այդ ամեն ինչը մենք չենք ստեղծում իրականում նրա համար, որ դա ռեալիզացվի, բայց յուրաքանչյուր մարդ պիտի ապրի, իսկ ապրելու համար պիտի իր ունեցածը ռեալիզացնի իր կարողությունները։ Ու Հայաստանի Հանրապետությունում մենք որպես ստեղծագործողներ դժվար ենք ռեալիզացվում։
ու ստեղծագործությունը եւս։ Իսկ ամենա մեծ երջանկությունը մեծ երջանկությունը երևի թե այն ինչ որ ստեղծագործ մարդը չի կարող չունենալ ու իր համար կլինի դժբախտություն դրա բացակայությունը չստեղծագործելն է, այսինքն զրկվել ստեղծագործելու հնարավորությունից։ Եթե ես ինձ վրա օրինակը կբերեմ, եթե չեմ ստեղծագործում, ես լինում եմ ագրեսիվ, ինձ հետ դժվար է լինում շփվել։ Չգիտեմ, ամենամեծ երջանկությունը հենց ստեղծագործելն է, որովհետև դու այդտեղ դնում ես քո ապրումները, զգացմունքները, քո միտքը, ասելիքը, որ շատ հաճախ դու չես կարող բուն ասել, ասենց ուղիղ ճակատին ասել, դու դա ցույց ես տալի քո ստեղծագործության միջոցով։ Այդ որն է հիմա քո ոգեշնչման աղբյուրը։ Ինչից ես այս պահին ոգեշնչված ու ինչն է հիմքը քո ստեղծագործելու։ Ես ամեն ինչից ոգեշնչվում եմ։ Կարող է դա լինել, չգիտեմ, մի շարժում, լույս, մարդ, բառ, տեսարան, հիմնականում տեսարանները ու մարդիկ։ Հիմա ինձ մոտ մի շրջան է, որ շատ ուսումնասիրում եմ մարդու ներսը, ու այդ ամենաչուսումնասիրված բանն է, ու ինչքան դու քանդում ես քո ներսը, այնքան ավելի հետաքրքիր է լինում։ Այստեղ հիմա թեմատիկ շարք եմ անում, մետրո, մեկուսացված ժամանակ։ Ինչու մետրո, որովհետև ես այդ մետրոյում մտածում եմ, ես ամեն օր եմ մետրոյում մտածում։ Ու մարդիկ այդ սպասման ժամանակահատվածը իմ կարծիքով պիտի մտածեն։ Ինձ համար սպասումը ասոցացվում է մտածելու հետ։ Այդտեղ ունեմ ես մի կերպար, դա ծաղրածուն է, որովհետև ծաղրածուն իմ կարծիքով ամենաուրախ ու ամենատխուր կերպարն է, ինքը պարադոքսալ է, բոլոր զգացողությունները ամփոփված են իր մեջ ու ես այդ մետրոյում տարբեր տեղերում, տարբեր իրավիճակներում նկարում եմ ծաղրածուների։ Այստեղ մեկը կա, բայց ինքը շարքն է։ Ամբողջը արված է գրիչով ու գրիչ տուշ համադրությամբ է, ծաղրածուն շեշտադրված է, առաջին պլանում ինքն է, հետևի պլանում մարդիկ ամբողջ ու մենք նայելով այս ամենին երբեք չենք կարող պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում մարդու ներսում։ Մենք հիմա երկուսով զրուցում ենք, բայց մենք չգիտենք, թե մեկս մյուսի հոգում, այն խոր անկյունում ինչ է կատարվում։ Ու այդ ամեն ինչը արդեն հետաքրքիր է։ Հիմա մի հատ են գործը նայեք, այդ մետրոյի մասին որ պատմում էի, այդ հատակին դրված, այդ գործն է։ Հիմա process-ի մեջ է ու մարդիկ են էլի տարբեր զգացողությունների ու իրար չնկատելով, ու այդ ծաղրածուն ինքը աննկատ է, ինչ որ ապակու մեջ էլ այդ լույսերը բաները պիտի ստանամ, գրիչով եմ արդեն անելու։ Էլի ոնց որ այդ զգացողությունների մասին է։ Ինքան հետաքրքիր է այդ թեման։ Потом խորացել ես։ Արվեստանոցի անունը Գալստյան Art Studio է եւ այն ոչ միայն արվեստանոց է, այլև բիզնես։ Ինչպես ծագեց գաղափարը ստեղծագործական միջավայրն ու բիզնեսը համատեղելու։ Սկզբում եղել է ինքը ուղղակի ինձ համար ինքնաարտահայտվելու, դրսևորվելու տեղ, այսինքն ստեղծագործելու անկյուն։ Հետո ստացվեց այնպես, որ հասկացա, որ ես ուզում եմ ավելի լավ միջավայրում ապրել, ավելի կիրթ, ավելի զարգացած հասարակությունում, ինքը մի քիչ ավելի խորքային թեմա է ինձ համար, ու որոշեցի, որ այդ հասարակությունը ձևավորողներից ու փոխողներից մեկը ես եմ, ու հասկացա, որ ես դա կարող եմ անել կրթական ճանապարհով։ Ինձ մոտ պիտի շեշտադրված լինի արվեստի կրթությունը, քանի որ ես ինքս արվեստի մարդ եմ, պիտի ինքը ինչքան էլ զարգանա, լինի արվեստի շուրջ։ Առարկաներ, լեզուներ, չգիտեմ, նման բաներ չի լինելու ինձ մոտ։ Ստացվեց այնպես, որ այդ շրջանում պահանջարկ եղավ, COVID-ի շրջանն էր, մարդիկ տանից նոր պիտի դուրս գային, ինչ-որ 2020 թվականի սեպտեմբերն էր։ Ստուդիան իր գործունեությունը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 8-ից ու հետո դա դարձավ բիզնես։ Այսինքն ես հասկացա, որ իմ ունեցած հմտությունները կարող եմ նաև փոխանցել այլ մարդկանց արդեն վճարովի հիմունքներով։ Ու
Դրանից հետո քիչ-քիչ ինքը ծաղկեց։ Ես գիտեմ, որ ստեղծագործող մարդկանց համար բիզնեսով զբաղվելը մի փոքր բարդ է, որովհետև իրենք լրիվ ուրիշ աշխարհում են ապրում, իսկ բիզնեսը իրենց համար մի փոքր խորթ է լինում։ Հետաքրքիր է լինելով ղեկավարի դերում, ինչ է սովորում ամեն օր, որը քո կարծիքով համալսարանում չեն սովորեցնում։ Մեր համալսարանները շատ կներեք թերի են այդ առումով։ Ինչ եմ ամեն օր սովորում։ Ամեն օր սովորում եմ հաղթահարել օրվա խնդիրը ու սովորում եմ ինչպես կառավարել, ինչպես սկսած սովորեցնելուց մինչև վաճառք ապահովելը իրականացնել, իրագործել։ Հեշտ է։ Շատ բարդ է, պատկերացրածից բարդ է։ Ստացվում ես հիմա դե ես ոնց ասեմ այս կրթության մասին, որ ստեղ կրթություն չկա։ Ես ասում եմ, այստեղ կրթություն չկա, այն կրթությունը, որ կուզեմ տեսնեմ, չկա։ Ստուդիայի ղեկավար լինելը իրականում շատ բարդ է։ Ու հատկապես երբ դու այդ ամենը անում ես մենակ, քանի որ դու եւ զբաղվում ես PR-ով, եւ զբաղվում ես դասավանդմամբ, եւ զբաղվում ներկայանում ես որպես ղեկավար, գնում ես գործնական հանդիպումների, հանդիպում ես այնպիսի մարդկանց հետ, որ եւ լավ, եւ վատ, ամեն տեսակի խոչընդոտի առջև կանգնում ես։ Իրականում շատ բարդ է։ Այստեղ սկսվում է ոնց որ սովորեցնողից մինչև վաճառք ապահովող, որովհետև վերջին ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի ունեցավ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին եւ 9-ին, երկու օր Հայաստանի նկարիչների միությունում ունեցանք, ու ես 2 օրվա ընթացքում վաճառեցի 8 աշխատանք երեխաներից, չեք պատկերացնի ինչ երջանկություն էր իրենց համար, որ տարիքով ամենափոքրի աշխատանքը, որ վաճառվել է, եղել է 10 տարեկան։ 10 տարեկանում ունենալ վաճառք հրաշալի է։ Նաև ցուցահանդեսի մասին էի ուզում խոսել։ Գիտեմ, որ արվեստանոցի 5-ամյակը լրացավ, ինչի կապակցությամբ եւս մեկ անգամ շնորհավորում եմ քեզ ու վստահ եմ դեռ նորանոր հաջողություններ են քեզ ու քո թիմին սպասվում։ Կպատմես մի փոքր քո ապրումների ու էմոցիաների մասին։ Ես առհասարակ, նախ շնորհակալություն շնորհավորական խոսքերի համար, հուսով եմ, որ մենք կնշենք նաև մեր 10-ամյակը։ Ես իմ կազմակերպված ցուցահանդեսների ժամանակ անսահման հուզվում եմ, անսահման, ես այդ օրը չեմ հիշում։ Ես անկեղծ սեպտեմբերի 8-ը չեմ հիշում։ Ես հիշում եմ մինչև այդ ցուցահանդեսի բացման պահը, որ արդեն հյուրերը սկսեցին բարձրանալ վերև, արդեն մարդկանց խոսքը երևաց, ու ես այդ պահից չեմ հիշում ինչ է եղել, ինձ արդեն պատմում են։ Շատ խառը էմոցիաներ են, շատ հուզվում ես, որովհետև մի բանի վրա, որ դու աշխատել ես, դա արդեն հանրությունն է տեսնում, ու հանրությունը շատ քննադատ է, խառը էմոցիաներ, շատ ուրախ էի, շատ տխուր էի, շատ անհանգիստ էի, լարված էի, ընկերներիս ցուցահանդեսները երբ լինում են, ես գնում եմ շատ լավ կանգնում եմ, ինչ-որ լավ տեքստեր եմ ասում, իսկ իմ ցուցահանդեսների ժամանակ լարվածության աստիճանը այնքան շատ է լինում, որ ես հուզվում եմ, շփոթվում եմ, ինչ-որ էմոցիաների խառը, միառժամանակ շատ բան եմ ապրում, ու երևի հենց դա է պատճառը, որ ես այդ օրը հետո չեմ հիշում, հետո քիչ պատմում են, հետո նոր ես սկսում եմ հիշել ինչ բաներ։ Մարինե, 5 տարի շարունակ բիզնեսով զբաղվել, լինել ստեղծագործ աշխարհում ու այդ ամբողջ գործունեությունը ծավալել համայնքում։ Տարածված նախադասություն ասեմ, արտահայտություն ասեմ, կա, որ համայնքում դժվար է հաջողության հասնել, ել չեմ ասում սեփական բիզնեսի մասով հաջողություն գրանցել, բայց դու 5 տարի շարունակ կարողացել ես կայուն կերպով ու դեռ նոր առաջընթացի հեռանկարներով քո ճանապարհը, այսպես ասած, գծել։ Այ հիմա, որ հետ ես նայում, ինչպիսի մտքեր ունես այն մասով, որ դու որպես երիտասարդ գործարար կարողացել ես հասնել այս արդյունքին։ Նախ երևի ես
Շնորհակալ եմ այն համարձակության համար ինքս ինձ, որ ունեցա ու այդ քայլը արեցի։ Ինքն ես չէի նախատեսել, որ ես պիտի բիզնեսում առհասարակ հայտնվեմ ու ամենասկզբում նույնիսկ մտածում էի, լավ, դե երեխաները են կպարապեմ իմ ունեցած իմ մտքերը ինչ որ մտածում եմ կանեմ, բայց չեմ կազմակերպի տարին 1 անգամ ցուցահանդես, նույնիսկ տարին 3 անգամ ստուդիայի շրջանակներում մենք ունեցել ենք 7 ցուցահանդես մոտավորապես։ Երևի թե նրանից էր, որ ես ինքս էլ անընդհատ ներկայանում եմ ու գիտեմ ինչա նշանակում անընդհատ երևալ, անընդհատ ցույց տալ աշխատանքներ ու ճանաչում ունենալ դրա միջոցով ու ուզեցի իրենց համար էլ ստեղծել հարթակներ, հնարավորություններ, որ իրենք էլ ցուցադրվեն։ Մենք առաջին ցուցահանդեսը ունեցել ենք Մասիսի երիտասարդական կենտրոնում, մեր ընկերներով բոլորով այնտեղ էինք։ Իմ կազմակերպած առաջին ցուցահանդեսը Մասիսի լուսաբանելս դու։ Դրանից հետո 2022 թվականին ցուցահանդես ունեցանք ՆՓԱԿ-ում, 2023-ին Մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ցուցասրահում ու այդ ցուցահանդեսը 2 անգամ վերաբացվել է 1 տարվա ընթացքում, այսինքն մեկ ցուցահանդեսը 3 անգամ գնացել է Իսահակյան գրադարանում, Համոսայյան գրադարանում, 24-ին Նարեկացիում ենք ունեցել, որը կրկին Իսահակյանում վերաբացվել է, 25-ին մենք մասնակցել ենք մրցույթի, որը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում ու 25-ին կազմակերպված մրցույթի շրջանակներում ստուդիայից 22 մասնակից կար, 22-ն էլ առաջին հորիզոնականներ են գրավել, իսկ արդեն մեր ամենամեծը եղել է նկարիչների միությունում մեր 5-ամյակը, որը փառահեղ էր։ Շվեյցարիայում եղել եմ փորձի փոխանակման, ուսանողների փոխանակման ծրագրով եմ եղել ու այնտեղ դասավանդել եմ, շատ հետաքրքիր էր դա։ 2 հայ, 2 շվեյցարացի ուսանողներով ինչ որ նոր մեթոդներ էինք մտածում, այդ մեթոդներով դասավանդում էինք եւ Շվեյցարիայում եւ Հայաստանում։ Առաջին փորձառությունը եղել է Հայաստանում, այնտեղի արտիստները եկել են այստեղ, մենք միասին ծրագիր ենք կազմել, որով դասավանդել ենք Չարենցավանում։ Այնուհետև մենք հայ ուսանողներով գնացինք Շվեյցարիա ու այնտեղ նոր մեթոդներ մտածեցինք դասավանդման ու այդ մեթոդներով դասավանդում էինք Բյուլախի արվեստի դպրոցում։ Ու այդ մեթոդները ես բերել եմ Հայաստան, այդ մեթոդներով նաև դասավանդում եմ իմ արվեստանոցում ու շատ հետաքրքիր է ստացվում, ավելի ինտերակտիվ է լինում։ Մարինե, հարցազրույցներիցդ մեկում ասել ես, որ պատրաստվում ես մասնաճյուղ ունենալ նաև Երևանում։ Կպատմես մի փոքր պլաններիդ մասին, ինչ նոր նախաձեռնություններ կան արվեստանոցի հետ կապված։ Նախ այստեղի մասով խոսեմ, Այնթափ համայնքում արվեստանոցս պատրաստվում եմ ընդլայնել, պիտի ավելանա կավագործության խմբակ, սկզբնական շրջանում դասավանդելու եմ ես, այնուհետև ունենանք արդեն աշխատակից, իսկ Երևանում, այո, արդեն տարածքի փնտրտուքներում եմ գտնվում, փնտրում եմ տարածք, ստուդիան կունենա մասնաճյուղ ու առաջին դասերը կլինեն հենց նկարչության դասեր ու այդպես կտարածվի նաև Երևանում։ Մարինե, ինչ խորհուրդ կամ պատգամ կտաս այն երիտասարդներին, ովքեր արվեստագետ են, սիրում են արվեստը, զբաղվում են արվեստով, բայց միևնույն ժամանակ ուզում են ունենալ սեփական բիզնես։ Խորհուրդ կտամ, որ չնայած նրան, որ լինելու են դժվարություններ, չհանձնվեն, պայքարեն, գնան իրենց գաղափարների հետևից, որոնք որ ի սկզբանե ունեցել են, բայց եթե ունեն ցանկություն, ապա կհաջողեն։ Խորհուրդ կտամ շատ աշխատեն, որովհետև եթե երազեն ու մնան երազանքների փուլում, ոչինչ չի ստացվելու։ Ուղղակի պիտի նայեն իրենց, թե ինչ են ուզում, իրենց գաղափարների հետևից գնան։ Շնորհակալ եմ այս ջերմ ու անկեղծ զրույցի համար, վստահ եմ, որ քո փորձն ու պատմությունը ոգեշնչող կլինի շատերի համար։ Եթե չեք ուզում բաց թողնել մեր հաջորդ նոր զրույցները, ապա բաժանորդագրվեք եւ հետևեք մեր YouTube-յան ալիքին։ Եվ հիշեք, Arm Coding Talks-ը հարթակ է, որտեղ մենք բացահայտում ենք մեր գործընկերներին եւ նրանց պատմությունները։